տարի մենք շաբաթը երեք այս 2 տարի մշտապես բոլորովին նայում հարցնող հետաքրող չկա։ Ոնց որ օտար երկրից իջած մենք այստեղ հանցավոր այստեղ կա վերաբերում քաղաքապետի խոսում ենք որոնցի չի ընդունում, վարչապետը չի ընդունում, նախագահը չի ընդունում, բոլոր պատասխանները նայում։ Բոլոր նամակները, որ հասցեագրում են նախագահային, վարչապետին, քաղաքապետին, բոլորը վերահասցեագրում են քաղաքապետարանին եւ մենք 12 տարի ստանում ենք նույն բովանդակությամբ, բոլորը տեսեք 2-3 հատ, նույն տեքստը խնդրեմ, որ գրված է, որ ձեր հարցով բոլորի մոտ 12 տարի կարելի է նույն հարցով զբաղվել եւ լուծում չունենալ, չեն զբաղվում։ Այդպես չէ դրամաբանությունը։ Ցածում են մեզ ու չեն մոտենում, հասկանում եք ցավի ինչու՞մն է։ Մենք ոնց որ բոլորը ինչ ենք անում։ Մենք մաքսիմում հոգի մարդ ենք մնացել։ Ամենը շատ է դեպքում։ Հələ ոչ չգիտեք։ Ուզում ասեմ դուք մեզ զայրույթի բովանդակություն մարդկային Չեմ փախտում երբեք։ Չէ, ես ուրախ եմ, որ դուք կանգնեցիք դուք առայժմ խոսելի չեք։ 5-ից եթե հարմարացես, բայց շատ չէ։ 3 խոսով եկեք ես մի հատ հասկանում։ 5-ից ձեզ ո՞րտեղ այստեղ նախարարը իսկ մուտքի հարցը Ձեզ գիտեմ։ մենք ասենք որ դառնայից Ասեք ինձ մոտ։ Եվ շատ շնորհակալ եք մեկը ապրեք, ընդհանրապես մեզ չեն ընդունում, մենք խնդրում աղաչում ենք, դա պատասխանները ձեզ ցույցեմ քաղաքապետարանի, որ մենք ուրեմն դիմում ենք եւ կառավարությունը եւ նախագահային եւ քաղաքապետին, խնդրում ենք, որ գոնե ընդունի մեզ քաղաքապետը, մենք մեր ասելիքը ասենք, բոլոր նամակները վերահասցեագրում են քաղաքապետարանին եւ քաղաքապետարանը 12 տարի ոչ միայն Վաղ Մարգարյանի, այլ Ֆլորենս առաջին եւ պատասխաններ տալի, որ ձեր հարցերով զբաղվում եք, բոլորի մասն է խոսքը, 12 տարին շատ ակտիվ զբաղվում է եւ ոչ մի արդյունք չունենք, էլի, այսօր 28 հոգի կանգնած ենք այստեղ ու ոչ մեկը ոչ ընդունում է, ոչ պատասխանում է, ոչ կոնկրետ բան է ասում։ 12 տարի։ Լալմայի այգիների մասին է, որը 2004 թվականին կառավարության կարծեմ 145 որոշմամբ տրվեց իբրև թե որպես գերակաշար կանատները եկել են կառուցել են մի մասը չի կառուցել, այդպես է դատարկ աղբանոցի քաղաքում հետական աղբանոցը առաջացել։ Հիմա ասում ենք, որ վերցրել եք փոխհատուցման հարցը լուծեք, նրանք ասում են փոխհատուցման համար պետք է այդ գնորդը, ումը որ իրենք վաճառել են, գա կառուցապատում անի, մենք իրեն թույլ չտանք, ասենք, որ պարտադրենք բերեն ձեզ փող տանք։ Այն այլ ասում ես տվել եմ փող առել եմ, թող ես սեփականատեր եմ, ես ինչի՞ պիտի տանեմ ես մարդուն փող տամ։ Ոսես մեր կանգնեցել են փակողու առաջ։ Սեփականատերը վճարել է այդ ապրանքի համար, որ գնել է կոպիտ ասած։ Ինչի՞ պիտի վճարի։ Մարդիկ ասում են, մենք տվել ենք, ինչքան պետք է, շատ ենք տվել։ Ես նորից եմ ասում, եթե այս կառավարությունը նույնիսկ չի կարողանում, այնքան անզոր է, որ չի կարողանում այդ հարցը լուծի։ Մենք բոլորս կհրաժարվենք այդ գումարից, այդ փոխհատուցումից, հողերը վաճառել է Զախարյանը, թող դատեն Զախարյանին, 12 տարվա մեր տառապանքի համար, թող դատեն Զախարյանին, բռնագրավեն Զախարյանի ունեցվածքը, այդ ամբողջ Հայաստանը արդեն վարդի պես կապրի մի Զախարյանի ունեցվածքը, եթե բռնագրավ, թող իրան դատեն, մենք չենք ուզում ոչ մի կոպեկ, մենք ոնց ապրում ենք, էլի տենց կապրենք, մենակ տեսնենք, որ մի բան կա, մի արդարություն կա, ինչքան կարելի է, հա, թալանեն, ինչքան թալանեն, մի բան թողեք մենք էլ ապրենք, չեն հասկանում ես, հիմար են, չեն հասկանում, որ այս ժողովրդով են ապրում իրանք, երկիրը դատարկվեց, եթե, ուրեմն իմ կարծիքով, ու դա կարծիք չի, դա հաստատ կլինի, 5 տարի հետո Հայաստանի մուտքի վրա պիտի գրվի, սա այն երկիրն է, որտեղ ապրել են հայերը, որտեղ էլ հայ չի լինի, կմնա հանրապետականների Հայաստանը, իսկ հանրապետականները թուրքից վերանեն, իրանք թուրք են, ազգի դավաճան են, բացակ են, ուրիշ ոչ մի հարմար խոսք ես չեմ գտնում ասելու մեր կառավարությանը, նախագահին ու բոլոր մնացածին, ովքեր իրանց հետ են։ Գործնականում հարցը ինչու՞մն է, որ ոչ նախագահականն է մեզանով զբաղվում։ Մենք 3 տերով ծառա ենք դարձել, ինչ իմաստով, որ ոչ նախագահականն է, վերահսկողության ծառայության աշխատակցի մոտ մենք ամեն ուրբաթ վաղ գնալու ենք էլի։ Նրանք ասում են քաղաքապետ, իբր զանգում են, ոչ կառավարությունն է, մեզանով հետո ոչ էլ իջնում է կառավարության, գոնե նախագահականն են տղան իջնում, այստեղ ընդհանրապես մեզ չեն տեսնում։ Այն դեպքում էլ եմ ասում, որ հենց կառավարությունն է շենքեր այնտեղ կառուցել, այս շենքերից է մեծ շենքեր, ղեկավարից ասած։ Ոչ էլ քաղաքապետարանն է մեզանով զբաղվում, 3 տերով ծառա, որի
ոչ մեկը, գիտեք, երեքներովի դեպքում ոչ մեկը հացը չի լուծում ծառայից, ծառայից փոխաբերական իմաստով ասում, պատասխանում եք ծառայ չի։ Էս է, նա գցում է նրա վրա, նա գցում է նրա վրա, նա գցում է նրա վրա, այսպես ժամանակ է շահում, 12 տարի շահել են, եւս չգիտեմ, այդ գնորդները իբր պիտի գան, դա շենք կառուցեն, չգիտեմ ինչ անեն, նրանց պարտադրեն, որ մեզ փող ինչի իմաստն է։ Եթե մարդը ասում է, այնքան փող են գրքից տալու չի, եթե գիտեք բարոյապես նվաստացուցիչ է, երբ որ փողը քո ձեռքից վերցնում են տալիս են ուրիշի, դու պիտի գնաս նրա դուռը, խնդրես, աղաչես, ընտրես ոտքերը, որ նա կամենա քեզ փոխհատուցում կա։ Դրանց ավելի նվաստացուցիչ բան է։ Մենք ունեցել ենք օրինակելի պայմանագիր, որը կնքվել է, օրինակելի պայմանագիր, որը կնքվել է Շահումյանի գործկոմի երջանկահիշատակ, չգիտեմ, Վահան Զատիկյանի օրոք իր հետ գործկոմը, որը համարվում է կառավարության իրավահաջորդը։ Այդ մեր փաստաթղթերը իրենք հենց օրինական ուժ ունեն։ Կադաստրը դա պիտի հենց այնտեղ մենք օրենքում ունենք Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, որ այդ բոլոր պայմանագրերը պետք է իրավական ուժ ունեն եւ վերագրանցման ենթակա չեն։ Պայմանագրում գումար չկա նշված, որովհետեւ դրանք նույնիսկ մեզ այնց վերցրեցին դեռ պայմանագրի ժամկետը չլրացած։ Ժամկետը դրա հետ մի տարի ուղիղ ես մեր հողի վրա ասեմ, ուղիղ մի տարի հողը տվել էին ուրիշին, մենք տեղեկացված չէինք, ուղիղ մի տարի ողորմածիկ պապայից հոշակը պահում էին հողի եւ ջրի վարձը։ Այն դեպքում, երբ որ արդեն հողի տերն ինքն էր մուծում։ Իսկ ինչքան եք ակնկալում ստանալ ամեն հողի դիմաց, եթե գումար Մենք նշած։ ակնկալում ենք մինչև $10 10 եւ ավելի պատասխաններ կա։ Դեկտեմբերի 23-ի, երբ որ ավագանու նիստում, ափսոս թուղթը մոտը չի, ավագանու նիստի ժամանակ Տիկին Բախշյանը մեր հացը բացացրել է, քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Առաքելյանը մոտս կա սղագրությունը, կարող են բերել։ Սղագրությունը կա դեկտեմբերի 23-ի, ասել են, որ մենք փոխհատուցում ենք $10 եւ ավելի գումարով։ Դեկտեմբերից անցել այսքան 7-րդ ամիսն է, ասեք, որ որևէ մեկի մատից փուշ են անել, ոչ մի բան լռություն է։ Այսինքն դա իրենց իսկ առաջարկը $10 եւ ավելի, չնայած այդ այնքան թանկ են այդ հողերը, իմ հարևանը $300-400 է քառակուսի մետրը վաճառում։ Այսինքն մեզ ամեն ձևով ու մեզ զրկեցին։